Իսկ ինչպես եկաք ռեստորանային բիզնես։ Каждый армянин, наверное, дома у себя любит готовить. Յուրաքանչյուր հայ տղամարդ տանը երևի սիրում է մսեղեն պատրաստել։ Ես էլ հանգստյան օրերը առանց խորովածի պատկերացնել չէի կարող։ Բայց քանի որ տան պայմաններում ընկերական մեծ շրջապատ հյուրընկալել դժվար էր, որոշել էի սրճարան բացել։ Ես այդ փոքրիկ ռեստորանը որպես բիզնես չէի ընկալում, բայց հետո զգացի, որ մարդ պետք է զբաղվի այն գործով, որը իրեն հաճույք է պատճառում։ Կենտրոնացա ռեստորանային բիզնեսի կանոնների վերլուծության գործում։ 2-3 փոքր ռեստորան բացեցի, ավելի ճիշտ կլիներ դրանք անվանել ճանապարհային խորովածանոցներ։ Դե դա դասական մոտեցում է։ Да, классика жанра, шашлычный. Այո, դասական, այդպիսի գործից սկսելը ամենաճիշտն է։ Միայն այդպես կհասկանաս բիզնեսի բոլոր կանոններն ու օրինաչափությունները։ Հետո արդեն սկսեցինք ռեստորանային տարբեր հայեցակարգեր փորձարկել։ Կովկասյան խոհանոցի ռեստորան բացեցինք, հետո եվրոպական խոհանոցի, իտալական տեստորիա ունեի։ Այսպես ասած, ձեռքի հետ էի այդ ամենով զբաղվում։ Հիմնական գործս մարքեթինգն էր։ Բայց եթե գործի կառավարման անձամբ չես զբաղվում, այն միշտ տապալվում է։ Դա հաշվի առնելով մի օր որոշեցի, որ կենտրոնանալու եմ հենց ռեստորանների կառավարման վրա։